Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համենայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 3-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Գյումրի ընտրությունների եւ հետևանքների մասին ավելի լավ չխոսենք, մարդիկ սպասում են, թե ինչ է տեղի ունենալու, մենք արդեն ինչ որ գիտենք, այն վատ սցենարը, որը կար։ Ինչ էր սպասում մեզ համապետական ընտրություններում։ Այնպես որ այլ սպասելիք չունենք, որովհետև ոչ այն թեմից ենք, ոչ այն թիմից ենք, ինչին ենք սպասում։ Պարզապես մտածում ենք, այո, նոր այլընտրանքային ուժեր ստեղծելու մասին, որի մասին արդեն ասել եմ, որ այդ ուղղությամբ պետք է մտածենք, շատերը նույնիսկ ասում են պարտավոր է մտածել, որովհետև տեսակ ինչ տեղի ունեցավ, դրա համար հաշվի առնելով այդ հանգամանքը ես նաև ներկայացրեցի մեր հասարակական կազմակերպության հաշվի համարը տարբեր արժույթներով, իհարկե մարդիկ ելնում են, որոնք ասում են դժվարություններ ա լինում բանկային հաշվին փոխանցել, շատ ցանկալի կլինի, որ փոխանցումը բանկային հաշվին լինի, կամ միանգամից հասարակական կազմակերպության հաշվին նստի, թափանցիկ նորմալ ամեն ինչ երևում է։ Բայց եթե այնուամենայնիվ դժվարությունը ունեք, փոխանցման մի շարք տարբերակներ կան, նյութերի նկարագրական մասում դրանք ներկայացված են, եւ կապի համար կա եւ հեռախոսահամար աշխատանքային եւ կա էլեկտրոնային փոստի հասցե եւ կա արագ փոխանցման տարբերակներ, սկսած Patreon համակարգն էլ հաշվի առած, YouTube-ով փոխանցումների մի խոսքով ցանկացած բան, որը տեղի կունենա թեկուզ իմանով, կտանենք, կգցենք հաշվի համարի վրա։ Որևէ խնդիր չկա, մինչև դա նորմալ կարգավորվի։ Իհարկե բոլորդ էլ հասկանում եք, եթե մարդիկ գնան ընտրությունների եւ իրանք նույնիսկ եթե գումար չծախսեն ձայները առնելու վրա, որ ասենք ձայները առել են, պարզա իրանք էլ ինչ պարտավորվածություն են ժողովրդի առաջ։ Եթե անգամ իրանք ոչ թե ձայն առնելու վրա փող ծախսեն, այլ ուղղակի իրանք միլիոններ ծախսեն, որպեսզի ընտրություններում կարողանան հաղթանակ տանեն, միևնույն է նրանք պետք է համարեն, որ այդ ձայնը առել են ժողովրդյան եւ ձեր առաջ որևէ պարտավորություն չեն ունենալու։ Այնպես որ դա այնքան ակնհայտ է, որ ձեզ պարզ չի, հետո պետք է ասեք հերթական անգամ խաբվեցինք։ Եթե մարդը միլիոններ է ծախսում, անում է ոչ թե մենակ նրա համար որ ծախսածը հետ բերի, անում է նրա համար որ ծախսածը տասնապատիկ հետ բերի, բավարար անկարծ ծախսի ու խորհրդարան չանցնի, այսինքն նշանակում է այդ ռիսկն էլ հաշվի առած, չէ՞։ Բա դուք ինչ եք ակնկալում մի մարդուց, որը ձեր աչքի առաջ այդ ձևով ավարվում։ Դրա համար կամ անում ենք մենք մեր ուժերով եւ կան իհարկե Հայաստանում էլ մարդիկ, որոնք որ պատրաստ են մասնակցել, բայց պետք է մի քիչ նորմալ հոսք լինի, որպեսզի այդ մարդիկ չկաշկանդվեն, որ կարող է հանկարծ վերահսկեն եւ այլ եւ այլ։ Մի խոսքով շատ դրա վրա չանդրադառնամ, ես ասել եմ ձեզ կապված աջակցության չափից կորոշենք նաեւ իմ մասնակցության ձևաչափը առաջիկա ընտրություններին, բայց որ որոշումը կայացված է, դա արդեն ասել ենք։ Հիմա աշխարհի խնդիրներին անդրադառնանք, որովհետեւ շատ կարևոր է նաև ասել եմ անկախ ձևաչափից շատ կարևոր է YouTube-յան այս ալիքը, որը մեզ համար հարթակ է, որով շփվելու համար, դա շփվելու ենք ինչքան որ դուք ցանկանաք, նաև հետագայում էլ ընտրություններից հետո էլ, որովհետև ընտրություններից հետո մեկ ուրիշ ընտրություն է ալնում, կյանքը դրանով չի ավարտվում, հետո ամեն անգամ ասում եք, այս ինչի նորից վատ ընտրություն կատարեցինք։ Դրա համար նաև ուղղակի հիշեցնեմ, որովհետև հիմա արդեն այդ process-ի ժամանակ շատ կարևոր է նաև սեղմել լայք կոճակը, բաժանորդագրվել Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմել զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր։ Ես ժամանակին շատ այդ մասին չէի ասում կամ վերջում եմ ասում, եւ նաեւ ձեր աջակցությամբ նաեւ տարածելով անենք այնպես, որ կարողանանք ավելի մեծ լսարան ունենանք, մարդկանց հասցնենք մեր ասելիքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել ազգային անվտանգությանը առևտրային դեֆիցիտի սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը անսովոր եւ արտասովոր վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ տնտեսության համար։ Այս սպառնալիքի աղբյուրը ամբողջությամբ կամ մեծ մասամբ Միացյալ Նահանգներից դուրս է, հիմնական առևտրային գործընկերների ներքին տնտեսական քաղաքականության եւ համաշխարհային առևտրային համակարգի կառուցվածքային անհավասարակշռության մեջ։ Այս սպառնալիքի հետ կապված ես սույնով հայտարարում եմ ազգային արտակարգ դրություն, ասել է Թրամփը։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի եւ աշխարհի երկրների միջև երկկողմ առևտրային հարաբերություններում մարկա է փոխադարձության բացակայություն, որոնք ճնշում են ներքին աշխատավարձն ու սպառումը։
CNN-ը նշում է, որ արտակարգ դրության հայտարարումը Թրամփին ավելի մեծ լիազորություններ է տալիս մաքսատուրքերի նկատմամբ։ Հայաստանի նկատմամբ ևս սահմանվել է 10% մաքսատուրք։ Իհարկե մյուսների նկատմամբ ավելի մեծ թվեր են, 10% մաքսատուրք ԱՊՀ մի շարք երկրների նկատմամբ է սահմանվել, նաև Վրաստան, Ադրբեջան, միայն բացակայում է Ռուսաստանը, այդ էլ բացատրել են նրանով Ռուսաստանն ու Բելարուսը, որ նորմալ գրեթե առևտուր չկա, դա է պատճառը, այդքան էլ այդպես չի, բայց լավ, ոնց հարմար ենք թե։ Չինաստանի համար մաքսատուրքերը կկազմեն 54%, քանի որ Թրամփը նախկինում 10% մաքսատուրքեր էր սահմանել Պեկինի վրա, ապա կրկնապատկել դրանք, հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Իհարկե Թրամփը նաև ասել է, որ տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները թալանվել եւ ենթարկվել է բռնության մոտ եւ հեռու ազգերի, ընկերների եւ թշնամիների կողմից։ ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է եւ բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ։ Տարիներ շարունակ աշխատասեր ամերիկացիներին ստիպել են մի կողմ կանգնել, մինչդեռ այլ երկրները հարստացել են եւ հզորացել մեծապես մեր հաշվին, բայց հիմա մեր հերթն է բարգավաճելու եւ այդպիսով օգտագործելու տրիլիոնավոր եւ միլիարդավոր դոլարներ հարկերը կրճատելու եւ պետական պարտքը մարելու համար, ասել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե շարունակությունը կկարդամ, սա շատ կարեւոր թեմա է, համաշխարհային տնտեսությանը շատ լուրջ հարված հասցնող, սա նե շարքային թեմա չի, որին ուղղակի սենց հապանցիկ անդրադառնանք։ Իհարկե Հայաստանը այդքան մեծ առևտուր չունի Միացյալ Նահանգներից, բայց նույնիսկ 10%-ը կարևոր բացասական թիվ է, ինչ պատճառով, որ տեղից էլ մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, ցանկացած հնարավորությունը պետք է օգտագործենք եւ սա առաջացնում է դժվարություն։ Նույնիսկ 10%-ի դժվարությունը վաղը կարող է 10 դառնա 20, դառնա 30, մյուս օրը հանեն, իսկ տնտեսությունը մինչև որոշում է կայացնում բիզնեսը, մինչև շուկա է գտնում, մինչև այդ շուկայում կարողանում է աշխատանք տանի, մինչև ապրանքին ծանոթանա, շատ լուրջ, շատ դաժան աշխատանք է տարվում, մինչև անծանոթ շուկա ապրանք մտցնես։ Էն էլ լա հեռավորությունը նայեք, որ տրանսպորտային ծախսերն ինչքան մեծ են։ Եվ այդ պարագայում ցանկացած շեղումը դա բացասական ազդեցություն է ունենալու։ Նույնիսկ եթե թվում է 10%-ը մեծ թիվ չի, չնայած ոնց կարող է մեծ չլինի, բայց անգամ դա չի կարևոր, նույնիսկ ծավալները չի կարևոր, այդ մտավախությունը, որ վաղը չես իմանա ինչ կլինի, մենք ոնց ռիսկ անենք, լուրջ աշխատանք տանենք, մեր ապրանքները ծանոթացնենք շուկային եւ այլ եւ այլ։ Սա իսկապես խնդիր է, եւ բացի դրանից է, երբ որ Դոնալդ Թրամփը խոսում է, որ աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, բոլորն իրան թալանել են, մի բան չեմ հասկանում։ Այդ բոլորը թալանել են ու Ամերիկան աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունի։ Մեկը կողքից չի ասե, այդ թալանված։ Եթե դու աշխարհում ներկայացված չլինեիր, նորմալ չհամագործակցեիր, ո՞րն է Ամերիկայի առավելությունը, Կանադայից, Մեքսիկայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Չիլիից, ո՞րն է այդ առավելությունը։ Որ պետք է ունենաս աշխարհի ամենամեծ տնտեսությունը, դրա պատճառը ո՞րն է։ Այնպես էլ չի, որ ասենք աշխարհի ամենամեծ բնակչությունն ունես։ Տենում ենք Չինաստանն ու Հնդկաստանն ինչքան է։ Այսինքն այն ֆենոմենը, որը Ամերիկան ունի, ոտատակ եք տալիս եւ ասում եք բոլորը մեզ թալանել են։ Մի հատ կարելի է բացատրել, ոնց է որ Կանադայի, Մեքսիկայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլի, լամանացած են փոքր երկրները չեմ ասում, որ սաղ իրար հետ գումարենք Ամերիկայի տնտեսությունից փոքր է։ Կանադան է տարածքով մեծ է Ամերիկայից։ Այդ ինչ թալանելու մասին է խոսքը։ Այսինքն այս պատերազմը մղելը կատաստրոֆիկ սխալ է։ Սովորական աշխատանքային սխալ չի, կատաստրոֆիկ սխալ է համաշխարհային տնտեսության հարված հասցնել եւ Ամերիկայի նկատմամբ վերաբերմունքը փոխել, անվստահություն առաջացնել Ամերիկայի նկատմամբ։ Եվ գիտեք, այստեղ նաեւ խնդիրը որն է, որ ասենք հիմա այս քայլը կատարելու պարագայում բնականը հակաքայլեր են անելու բոլոր երկրները։ Մեկը մի քիչ վախեցած, մեկը մի քիչ այս կողմ։ Եթե նույնիսկ դու գիտես, որ քո առևտրաշրջանառությունը մեկ ուրիշ երկրի նկատմամբ այնպես է, որ ի վնաս քեզ է, այսինքն սալդոն բացական է, դու վնասվում ես դրանից, բայց անհատապես գնացեք այդ պետության հետ նստեք, ասեք լսի, ես քեզ այսքան արտոնություն եմ տվել, ու դու էլ տես, այսքան ես եմ մաքսատուր դրել, այսքան դու,
Չեմ ուզում բարձրաձայն ասեմ, ուրիշներն էլ իմանան, բայց վիզդ վրիցդ կպոկեմ, եթե իմ ասածը չանես, այս բանը սենց արա, ու կշարունակենք այսպես, չափը կանցնես, մենք էլ սանկցիաներ կկիրառենք կամ մաքսատուրք կավելացնենք։ Անհատապես նստեք հետներն աշխատեք եւ կտեսնեք, որ այդ ձևով Ամերիկան կախվածության մեջ գցել տարբեր պետությունների, դրա համար ինքը ունի ամենամեծ տնտեսությունը։ Դրա համար Կանադայից տարածքով փոքր պետությունը Հյուսիսային Ամերիկայում գտնվող 13 անգամ մեծ տնտեսություն ունի ինքը, համախառն ներքին արդյունք ունի Կանադայի համեմատ։ Ու մենակ հարցը բնակչությունը չի, որովհետեւ Չինաստանի բնակչությունն էլ, Հնդկաստանին էլ Իրանից մեծ է, բայց համախառն ներքին արդյունքով փոքր է։ Բայց սա հարցը անհատապես նստում են հետներն աշխատում են, որովհետև այդ ձևով, երբ որ Ամերիկան երկրների հետ աշխատել է, այդ ձևով այդ երկրներին կախվածության մեջ գցե, եւ այդ կախվածության շնորհիվ է, որ ինքը ունի այդ հզոր տնտեսությունը։ Իսկ հիմա կանել հայ իլուր աշխարհի բացահայտում են, մեզ բոլորը թալանել են, բոլոր թալանչիները Ամերիկայից վատ են ապրում։ Բոլոր թալանչիները, չասենք մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով վատ են ապրում, Ամերիկային գերազանցող պետություններ կան։ Բայց ընդհանրապես ծավալով, ընդհանուր ծավալով, համախառն ներքին արդյունքի ծավալով Ամերիկան առաջի տեղում է։ Բոլոր թալանողները շատ հետ են Իրանից։ Այսինքն այս մոտեցումով հասնելու է դրան, որպես արդարություն եք մանգալու, արդարություն մանգալու ժամանակ Ամերիկայի տնտեսությունը անկում է ապրելու։ Տրամպը կարծում է, որ ապրիլի 2-ը պետք է պատմության մեջ մնա որպես ամերիկյան արդյունաբերության վերածննդի օր։ Այդ օրը, երբ կնքվեց Ամերիկայի ճակատագիրը եւ այդ օրը, երբ սկսվեց ամերիկյան նորից հարստացնելու գործընթացը։ Այս խորհրդանշական բան, ինքը պատմություն մտնի, ինքը օր սահմանի եւ այլ, չգիտեմ, էլի կողքից գովեք, սա չանի, էլի ժողովուրդ ջան, ախր կողքը այդքան մարդ եք պահում։ Ասեք դու ամենաբոյովն ես, ամենաշիկահերն ես, ամենախելացին ես, ամենաարդարամիտն ես, ամենախաղաղասերն ես, ամենառազմատենչն ես, ամեն օր ասեք էլի ժողովուրդ, չեք տենում ինչա բերում ձեր երկրի գլուխը։ Ու աշխարհի գլուխը հետո է մենակ երկիրը, որն էր ոչինչ։ Այսօր ազատագրման օր է, սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է։ Սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է։ Մենք ամերիկյան, այսինքն անկախության հռչակագրին համարժեք հռչակագիր է ստեղծել։ Այդ էլ հանգիստ չի տալիս, էլի հիմնադիր հայրերի փառքը հանգիստ չի տալիս մարդուն։ Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք հզոր եւ հարուստ։ Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է, դա այլևս չի կրկնվի, հայտարարել է Տրամպը։ Իդեպ ասեմ, կամաց հանրապետական սենատորներն էլ կամաց կոնգրեսմեններ, բաններն էլ ներկայացուցիչների պալատի անդամները, կոնգրեսմեններն էլ կամաց արդեն կմտածեն, թե Տրամպը ինչ ա բերում երկրի գլուխը, պատահական չի, որ սենատում արդեն որոշ հանրապետականներ են միանում դեմոկրատներին, այնպես անեն Կանադայի նկատմամբ սանկցիաները հանեն, իհարկե սենատի որոշումը դեռ վերջնական չի, ավելի շատ խորհրդակցական բնույթ ա կրում այս կարգի հարցերի պարագայում, ստորին պալատը պետք է այդ որոշումը կայացնի, բայց միևնույն է, ինչքան է շանտաժը արվում, Դոնալդ Տրամպն ասում է, եթե իմ ասածը չանեք, չեք ընտրվի, ի նկատի ունի 2026 թվականին, որ լինելու է միջանկյալ ընտրություններ սենատի նոյեմբերի 3-ին, եւ մոտավորապես այդ կողմերն էլ լինելու է կոնգրեսի ընտրությունները, որտեղ նա 2 տարին մեկ է, նա սենատը 6 տարին մեկ, իսկ 2 տարին մեկ 1/3-ով ռոտացիա է արվում։ Այսինքն հիմա էլ այդ թիմին, որ ասում է, տեսեք, հա ձեզ խելոք չպահեք, բանը չեք ընտրվի 2026 թվականին, բայց միևնույնն է, դա չի հետ պահելու մարդկանց, եթե հասկանում են իրանց երկրի գլուխը ինչ ա բերում, որտեղ եթե երկրի գլուխը այսպեսի քայլերով վատ բան բերեց, կարող է իսկապես չընտրվեն, նույնիսկ եթե Տրամպը պաշտպանի։ Լավ հետ իսկ իրանք պետք է ասեն, մեկը էլի քեզ հարցնի, ինչի դու ընտրվելու ես, որ մեր ընտրվելու մասին ես խոսում։ Լա իրանցը կասկածելի է կընտրվեն թե չէ, բայց կոնա հաստատ գիտեն, որ չես ընտրվելու, վերջի ժամկետն է։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի սահմանած մաքսատուրքերը տնտեսական մեծ սխալ են, Միացյալ Նահանգների, ինչպես նաև Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի համար։ Մենք պետք է պատասխանենք վճռական, բայց միևնույն ժամանակ խելամիտ։ Դա նշանակում է, որ մենք պետք է համաձայնության հասնենք բանակցություններում Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջև առևտրային պատերազմը կազդի բոլորի վրա։ Սակագնային պատերազմի մեջ մտնելը լավագույն ճանապարհը չէ, ասել է Կոշտան։ Մեր առևտրային հարաբերությունները կազմում են համաշխարհային առևտրի 30%-ը։
Համաշխարհային հնայի 40%, ուստի դա ոչ միայն կազդի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի վրա, այլև բոլորի վրա, ուստի դա մեծ սխալ է, հավելել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Իդեպ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ կրկնել, որ այո, մենք նախապատրաստել ենք այդ պատասխան հարվածը, սպասում ենք գոնե բանակցային ճանապարհով դա կանխենք, եթե դա չլինի, անցնելու ենք հարձակման։ Նույնը բոլոր տեղերից են ասում, Չինաստանից էլ են ասում, բոլոր տեղերից, տարբեր երկրներ, նաև լատինամերիկյան երկրներ, բոլորն էլ հերթով անդրադառնում են այդ թեմային եւ ասում են, որ դա սխալ է եւ այդ կարգի որոշումները համենայն դեպս այո տնտեսությանը վնաս կտան, բայց պակաս վնաս չեն տա նաեւ Միացյալ Նահանգների տնտեսությանը։ Հյուսատլանդյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. ՆԱՏՕ-ն կարծում է, որ Գրենլանդիան պետք է մնա Դանիայի կազմում։ Ընդ որում Ռյուտեի կարծիքով Միացյալ Նահանգները չի դիտարկում Եվրոպայից իր զորքերի դուրսբերման հնարավորությունը, նույնիսկ Չինաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համատեքստում։ Երբ որ ասում են, գիտեք, մենք ուզում ենք զորքերը հանենք, ծախսերը կրճատենք, որպեսզի կարողանանք նախապատրաստենք մեր հիմնական մրցակիցը թշնամին Չինաստանն է։ Բայց նույնիսկ այդ պարագայում ոնց որ հասկացան, որ դա այդպես չի, Եվրոպայից դուրս գալը նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական դիրքին շատ ծանր հարված հասցնել։ Իսկ Գրենլանդիան այնքան սկզբունքային է նաև տարբեր կառույցների եւ եվրոպական երկրների համար, որ ամենօրյա ռեժիմով անդրադառնում են։ Որքան Տրամպը անդրադառնում է, որ դա մեկ է մենք անելու ենք, պատասխան հարվածը ստանում են։ Ու ես պարբերաբար հիշեցնում եմ, սա որտեղ սա սկզբունքային հարց է։ Սրանով որոշումը աշխարհակարգի հիմքեր է դրվում։ Չի հաջողվելու Տրամպին իր աշխարհակարգը դնել ուժերների աշխարհակարգը, բայց այդ ընթացքում մենք կարող է վնաս կրենք, եթե ամեն մեկը ով որ ուժեղա մտնի հարևանի տարածքը վերցնի նպատակահարմարությունից ելնելու եւ ողջունի Տրամպի արածը։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է. Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին եւ Միացյալ Նահանգները չի գրավի Գրենլանդիան եւ բնականաբար դա այն է, ինչ մենք բոլորս միասին կասենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում, նշել է վարչապետը։ Իհարկե այս նույն Դանիան, որը որ ինչպես տեսնում եք նաև իր շահերը պաշտպանում է Գրենլանդիայի հետ կապված, մանավանդ պարագայում, որ լայն ինքնավարություն ունի Գրենլանդիան, մանավանդ պարագայում, երբ որ ինքը կարող է հանրակրվե անել եւ դու անկախանալ։ Այսինքն այդ որոշումը կա, այսինքն այնպես չի, որ Դանիան գիտի, որ ատամներով կարող է նրան պահի։ Պարզապես նա պաշտպանում է իր շահերը, որովհետև քանի իր կազմի մեջ է պաշտպանում է իր շահերը։ Բայց Դանիան Ուկրաինայի հետ կապված հետևողականորեն աջակցում է։ Այն դեպքում, երբ որ Դանիայի աշխարհագրական դիրքը նայելով որևէ մեկը չի մտածում, որ ինքը Ռուսաստանից վտանգ ունի սպասելու, բայց այնուամենայնիվ ինքը համաեվրոպական ծրագրին միշտ է մասնակցել, ակտիվ ձևով մասնակցել է։ Եվ իր պետությունում էլ անգամ մարդիկ ասում են իր մայրաքաղաքում էլ ես չեմ կարող ասել, ես պատմում էին, որ բոլոր տեղերը այդ զգացվում է այդ մթնոլորտը, թե ինչպես են պատրաստ աջակցել Ուկրաինային։ Հիմա Դանիան Ուկրաինային $995 միլիոն ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել, որը ներառում է հակաօդային պաշտպանություն, հրետանի եւ գումար ռազմաօդային ուժերի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Ահա այս այն պահն է, որ նույնիսկ եթե ինքը մտածում է, որ Գրենլանդիայի համար ինքը պետք է ռազմական ծախսեր անի, որպեսզի կարողանա ապահովել նրա անվտանգությունը, որ հանկարծ Ամերիկան չասի դե անվտանգության վիճակը վտանգված է, դրա համար եմ ուզում ես վերցնեմ, Դանիան կարող ասի ոչ, ես կապահովեմ դա, բայց ինքը համարում է միևնույնն է ՆԱՏՕ-ի անդամ Դանիան չպետք է խնդիր ունենա Ամերիկայի հետ, այդ իսկ պատճառով ինքը շարունակում է ոչ թե այդ փողը դնել Գրենլանդիայի վրա, այլ այդ փողը տալ Ուկրաինային։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ մտադիր է պահանջել դաշինքի յուրաքանչյուր անդամ երկրից պարտավորվել ռազմական ծախսերը հասցնել հնայի 5%-ի։ Դա կվերաբերի նաև ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ին դեռ հազիվ հասել է 3-4%։ Իհարկե շատ երկրներ 2%-ին չեն հասել, բայց նույնիսկ փորձում են 2%-ին հասնեն, բայց այդ թիվը ֆիքսել են 5%, Ամերիկայից դա բավական դաժան թիվ է։ Միացյալ Նահանգները կցանկանար այս հանդիպումից հեռանալ այն գիտակցման, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ ներառյալ Միացյալ Նահանգները պարտավորվել են ավելացնել ծախսերը մինչև հնայի 5%-ը, լրագրողներին ասել է Ռուբիոն։ Ոչ ոք չի ակնկալում, որ դա կարվի 1-2 տարում, բայց պետք է արդեն նախանշել ծրագիր։
Սա դաժան ճշմարտություն է, բայց այն պետք է ընդունել։ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պետք է կարողանա պաշտպանել դաշինքի տարածքը եւ զսպել ցանկացած սպառնալիք, հավելել է Ռուբիոն։ Ըստ պետքարտուղարի վերջին տարիների իրադարձությունները, լայնածավալ պատերազմը Եվրոպայի սրտում ցույց են տալիս, որ ռազմական կարողությունների ամրապնդումն անհրաժեշտ է զսպման նպատակով։ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա դիմակայել այդ սպառնալիքներին։ Նախագահ Տրամպը այստեղ շատ ուշադիր։ Նախագահ Տրամպը դեմ չէ ՆԱՏՕ-ին։ Նա դեմ է ՆԱՏՕ-ին, որը չի կարող կատարել իր պարտավորությունները։ ԱՄՆ կմնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դաշինքը պետք է ավելի կենսունակ դառնա։ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ն է։ Նա նույնքան ակտիվ է ՆԱՏՕ-ում, որքան միշտ, եւ այդ ամբողջ հիստերիան եւ ենթադրությունները, որոնք տեսել եմ լրատվամիջոցներում, անհիմն են, եզրափակել է Ռուբիոն։ Ինչ հիստերիայի մասին է խոսքը, եթե Դոնալդ Տրամփն ասում է ՆԱՏՕ-ից դուրս գանք։ Ով է այդ հիստերիան տարածել։ Ռուբիոն տեղյակ չի։ Այդ որ կարդացել է հիստերիայի մասին, չի իմացել ումից է դա տարածվել։ Բա որ այդքան ինչ ճղում էի, այտենց օր չկար, որ խոսում էի, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին 12 հիմնադիրներով Վաշինգտոնում Եվրոպայի անվտանգության համար, զուտ Եվրոպայի անվտանգության համար։ Եվ որ Ամերիկան հանձնառու է, որպեսզի Եվրոպայի անվտանգությունը պահեր խորհրդային միության էքսպանսիայի պարագայում։ Այսինքն այդ պարագայում Ամերիկան բայես ՆԱՏՕ-ն բա ինչ էինք ասում, ոչ թե Ամերիկան ՆԱՏՕ-ից դուրս գա։ Այս ինչի մասին է խոսքը։ Հիմա երբ որ Մարկ Ռուբիոն զարմացել է, ես հասկանում եմ, որ այս ընթացքում իրանք հասկացան, թե ինչ են ասել։ Հո իրանք վիշտ չեն առնելու, որ իրանք են ասել։ Պետք է ասեն ինչ որ հիստերիկներ, տենց բաներ են ասում։ Բայց ես շատ ուրախ եմ։ Եթե այս ընթացքում իրանք հասան դրան, որ ասեն Ամերիկան ՆԱՏՕ-ն է, ոնց Ամերիկան ՆԱՏՕ-ից դուրս գա, հասկանում եք դա ինչի մասին է խոսքը։ Իրանք այնքան են զարմացած, որ մյուսներին հիստերիկ են համարում։ Պատկերացնում եք մյուսներն ինչ կարծիք են ձեր մասին։ Բայց էլի շնորհակալ ենք, որտեղ մեր նպատակը որն է, ես միշտ եմ ասել, արևմտյան միասնական ծրագիր։ Չես չեմ պատկերացնում Եվրոպան առանց Ամերիկայի։ Եթե նույնիսկ օվկիանոսաբաժանում նրանք անբաժանելի են։ Չի կարելի նույնիսկ մտքի ծայրով անգամ անցկացնել։ Բարեբախտաբար, ինչպես տեսնում եք, իրանք շատ զարմացած են, թե ով է ասում, որ Ամերիկան ՆԱՏՕ-ից դուրս գա։ Էլ չասենք ով է ասում։ Կարծում եմ երևի իրանք միտեղ պատահաբար կկարդան։ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար ամերիկացի գեներալ Քրիստոֆեր Կավոլին հայտարարել է. Պենտագոնը կարծում է, որ Ռուսաստանը մեծացնում է համագործակցությունը Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ, ինչպես նաեւ նրանց հետ ռազմական տեխնոլոգիաների փոխանակումը, եւ Վաշինգտոնը դա տեսնում է որպես սպառնալիք իր համար։ Ռուսաստանի խորացող ռազմավարական գործընկերությունը մեր հակառակորդների հետ էլ ավելի է բարդացնում գլոբալ անվտանգության միջավայրը եւ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Նշվում է Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովում լսումների համար պատրաստված Կավալիի բացման տեքստում։ Ըստ Կավոլիի, ով նաեւ ղեկավարում է ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը, վերոհիշյալ պետությունները կիսում են Ռուսաստանի տեսակետները բազմաբևեռ աշխարհի վերաբերյալ եւ տնտեսական օգնություն են ցուցաբերում Մոսկվային։ Բա էդ էլ էինք ասում մեռանք ասելով, եթե փորձես Ռուսաստանին սիրաշահես, Չինաստանից փոկես, Ռուսաստանը ավելի սերտ է համագործակցելու Չինաստանի հետ։ Եթե կանգնի Դոնալդ Տրամփն ասի Կիմ Չեն Ընը իմ լավ ընկերն է, մենք իրար հետ շատ հիանալի հարաբերություններ ունենք։ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի հետ ավելի է մոտենալու, որտեվ իրան չեն համարելու օկուպանտի ընկեր, որտեվ նա արդեն Տրամփի ընկերն է։ Հիմա նոր եք հասկանում, որ դրանք ձեր հակառակորդներն էին։ Մեկուսացված Իրանը վախեցած ասում էր ես չեմ օգնում Ռուսաստանին, բայց երբ որ տեսավ Ամերիկան Ռուսաստանի արած օկուպացիան արդարացնում է, ասում է Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի վրա, ոչ թե հակառակը, ավելի լկտիացավ Իրանը, բան չի պետք է չաներ, որ հիմա զարմացել եք, թե ոնց եք այս բոլորին հավաքել Ռուսաստանի կողքը, ում վրա եք զարմացած։ Մենք զարմացած էինք, գիտենք ում վրա, բայց էլի բարեբախտաբար, եթե իրանք արդեն այս դիագնոզը դրել են, հուսանք, որ նաև բուժումով կզբաղվեն, որտեղ մինչև հիմա լրիվ սխալ դիագնոզ էին դրել, ինչը պետք է բուժեին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Բուդապեշտ։ Մենք ողջունում ենք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Բուդապեշտում, ասել է Հունգարիայի պաշտպանության նախարար Շալայ Բոբրովնիցկին։ Նեթանյահուն ժամանել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով։ The Times of Israel-ը նշում է, որ սա Նեթանյահուի առաջին ուղևորությունն է այնվանից հետո, երբ միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր է տվել։ Ըստ թերթի աղբյուրի, այդ ընթացքում Նեթանյահուն մտադիր է հայտարարել Իսրայելի դուրս գալու, այսինքն բանը Հունգարիան արդեն ասեց, որ դուրս է գալիս միջազգային քրեական դատարանից, առաջի քայլերն արդեն անում են, իհարկե դա երբ որ արդեն կար հետախուզման օրդերը կար ձերբակալման եւ փաստորեն միջազգային քրեական դատարանի անդամ Հռոմի ստատուտ վավերացրած երկիրը Հունգարիան սա անում, բայց ինչի համար ատեց գլուխը ջարդելով անում, որտեւ այդ դատավորները, որը սանկցիա էր տվել, նրանց նկատմամբ սանկցիաներ, պատժամիջոցներ էր սահմանել Դոնալդ Տրամպը, որի պարագայում գործնականում ցույց տալով, որ մեղադրում է նրանց, որ նման սանկցիա են տվել Պուտինի եւ Նեթանյահուի հետ կապված։ Իսկ քանի որ Վիկտոր Օրբանն էլ ուշտումիտ կնայա Տրամպի հետ լավ հարաբերություն ունենա, ինքը այս քայլով ուզում է ցույց տա, որ եթե դու դեմ ես, եթե դու Նեթանյահուին պաշտպանում ես եւ օրդեր տվողին դու սանկցիաներ ես կիրառում, ես քու կողմից եմ, ես էլ նրան ընդունում եմ։ Իհարկե դրանով արժեզրկելով միջազգային քրեական դատարանի կարգավիճակը, չնայած դա իրանց մի քայլով չի արժեզրկվի, բայց ամեն դեպքում սա վերաբերմունք է, որը պետք է հասկանանք, որտեղ մենք էլ դառանք միջազգային քրեական դատարանի անդամ, բայց այն նախնական պայմաններով, որով պիտի դառնայինք, որ ինչ քայլեր պետք է անեինք Ադրբեջանի դեմ, ոչ միայն չարեցինք, այլ մինչև դառնալը բոլոր հայցերից հրաժարվում ենք։ Դա էլ մեր խայտառակությունն է, ուղղակի նայենք, որ ինչա կատարվում։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. Իրանի միջուկային եւ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են։ Մոսկվան հանդես է գալիս արևմուտքի հետ Իրանի թյուրըմբռնումների դիվանագիտական լուծման օգտին։ Դրսից հնչող սպառնալիքները, ինչպես օրինակ Իրանի միջուկային եւ էներգետիկ կառույցի ռմբակոծությունների մասին, որոնք ողջ Մերձավոր Արևելյան տարածաշրջանի եւ ընդհանրապես աշխարհի համար անխուսափելիորեն կհանգեցնեն լայնածավալ եւ անդառնալի ռադիոլոգիական հետևանքների, պարզապես անընդունելի են, ասել է Զախարովան։ Իհարկե, այստեղ խնդիրը նաեւ նա է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարցում չի կարող հույս ունենա, որ Ռուսաստանը իր կողմը կանցնի, որովհետեւ Ռուսաստանը խնդիր կունենա Իրանի հետ, չի ցանկանա Իրանին կորցնի։ Եվ մեկ էլ այն սպառնալիքները, որ Իրանին անպայման հարված հասցրել են, այդ մասին շատ ենք խոսել, երևի ամեն օր ենք խոսել, որ դա մեզ համար լուրջ խնդիր կարող է առաջացնի, Զախարովան մենակ չպետք է ասի, որ դա ինչ խնդիրներ կարող է առաջացնի, որ մենք իմանանք, շատ ավելի շատ խնդիրներ մեզ համար կառաջացնի, մենք հարևան պետություն ենք, քան անգամ այն ինչ որ Զախարովան տվարկել է։ Բայց եւ միևնույն ժամանակ, երբ որ Իսրայելն էլ ասում անպայման անխուսափելի հարված հասցնելը, մի շարք ավելի շատ խնդիրներ ունենք այս հարցում։ Տեսեք, Իսրայելը դիտավորյալ Սիրիայում փորձում է ամեն ինչ անի, որ Թուրքիայի դեմ դուրս գա, անգամ Սիրիայի տարածքում գնա առճակատման Թուրքիայի հետ, որպեսի երբ որ ինքը ծառայություններ է մատուցում սեկտոր Գազայի հետ կապված Ամերիկային, Ամերիկան ավելի լայնամասշտաբ ձևով Իսրայելին օգնի, Իսրայելը իր խնդիրները լուծի, թույլ չտա, որ Թուրքիան ամրապնդվի Սիրիայում, որովհետև համարի, որ Թուրքիան հաջողություն ունեցավ։ Այսինքն սա մի խնդիր, որ մեզ համար պրոբլեմ է, իսկ ինչի է մեզ համար դա մեկ անգամ ավելի շատ խնդիր։ Երբ որ խոսք կա գնում, որ Իսրայելից զենք է տեղափոխվում Ադրբեջան, ու այնպես չի, որ դա ընդհանրապես կասկածներ են։ Իրանի ներկայացուցիչը արդեն ասում է, չմտածեք դա մենակ տեղափոխում են ձեր դեմ, տեղափոխում են նաև մեր դեմ։ Այսինքն մենակ մի մտածեք, որ դա տեղափոխում են Հայաստանի վրա հարձակվելու համար, պլազդարմ են ստեղծում Իրանի վրա հարձակվելու, այսինքն ուշադրություն, անգամ Իրանը հաստատում է, որ գիտի այդ ռազմական տեխնիկայի տեղափոխումը եւ գիտի նպատակները։ Եթե Իրանը այդ նպատակները գիտի, Ամերիկան եւ Իսրայելն ասում են Իրանին պետք է հարվածենք։ Այդ ընթացքում Ադրբեջանը ընդգծված ձևով ցույց է տալիս, որ ինքը զինվում է եւ այդ պլազդարմը ստեղծում է, որպեսզի այնտեղից հարվածներ հասցնեն, տեխնիկա են տեղափոխում։ Տարածաշրջանի մի շարք երկրներ Ամերիկային ասում են մեր օդը քեզ չենք տրամադրելու, ցամաքային տարածքը չենք տրամադրելու, որպեսզի դու Իրանին հարված հասցնես։ Այս էլ ուրիշ լարվածություն է առաջացնում։ Եվ այս
Պարագայում, ինչպես տեսնում եք, Սիրիայի իրադարձությունները, որ ընդգծված ձևով ռմբակոծում է Իսրայելը, նաև այն բազաները, որոնք որ թուրքերի վերահսկողության տակ են, եւ դուք պատկերացրեք այս վիճակում մեր համար ինչքան դրամատիկ բարդ իրավիճակ է առաջանում։ Առևտրային պատերազմ աշխարհի հետ եւ ռեգիոնալ պատերազմ մեր կողքերը ու մի պետության հետ չի, որ մեր մտահոգությունը ուղղակի նես ֆիքսված ենք, տեսնենք Իրան ինքը խփի թե չէ։ Ես այդ բոլորը թվարկեցի, որ պատկերացնենք, որ դա մի խնդիր չի։ Այնքան խնդիր է, որ անգամ Իրանը մտահոգված է ոչ միայն հարվածելու իր ուղղությամբ, այլ Ադրբեջանի հետ այդ խաղերը տալու ուղղությամբ։ Դրա համար մենք էլ պետք է ուշադիր լինենք այդ ամեն ինչի հետ կապված։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն ասել է. մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ եւ Եվրամիությունը։ Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել։ Հուսով ենք, որ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները, որպեսզի հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար։ Իհարկե դա նորություն չի, որ այդ մասին ասում են, փոխվարչապետն էլ է ասում, Մարիա Զախարովն էլ է ասում, Պեսկովն էլ է ասում, ու խնդիրը նա չի, որ մենք չգիտենք, որ դա իրանք պետք է ասեն։ Ու խնդիրը նա չի, որ մենք չգիտենք, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, խնդիր կունենանք։ Խնդիրը նա ինչքան իրանք հայտարարեն, մենք սա պետք է վերցնենք եւ ասենք Եվրոպային։ Ժողովուրդ ջան, տեսնում եք, իրանք հենց այնց չեն ասում, սա իրանք ասածը սպառնալիք է, հենց այնց ասելիք չի։ Որտեւ եթե Ռուսաստանը որևէ մեկի հետ նույնիսկ պատերազմը առևտրային պայմանագրերը չի վերանայում։ Բայց ոնց է որ Հայաստանը եթե Եվրամիություն գնա, պետք է ինքը խնդիր ու այդ նորմալ հետը աշխատեք, ինչա պատահեւոր։ Համարենք մենք ԵԱՏՄ անդամ չենք։ Երկիր չկա, որ ԵԱՏՄ անդամ չի, ԵԱՏՄ-ի հետ կապված գործընկերության փաստաթուղթ ստորագրում արտոնյալ ձևով հետները առևտուր անում։ Այդ ինչի եք մեզ սպառնում, որ տեսեք գլուխները ինչ կգա։ Լավ ասում եք, շնորհակալ ենք, ասում եք մենք է վերցնենք գնանք Եվրոպային, ասենք հիմա հասկանում եք, որ մենք այս քայլը անելու դեպքում պատասխան քայլ ենք ստանալու հարված։ Տերեք, մենք կարողանանք դա անենք։ Իսկ հիմա նայենք այս ամեն ինչի վիճակում աշխարհում տեսակ ինչա կատարում, այնպես չի որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ինչ որ բանով չի զբաղվում, հերթական մտքի գոհարները երկնել է ինքը, դե ուզենք չուզենք պետք է ասենք, մեր մարդը որ դրան անդրադարձը չասենք։ Ուրեմն Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. երեկ ես երբ հանդիպեցի քաղաքացիների փոքր խմբի հետ իրական Հայաստանի գաղափարախոսությունը քննարկելու համար մի միտք է ծագել, որը կարող է սադրիչ թվալ։ Ես հարց տվեցի, ասացի մենք կարող ենք ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց վարորդական իրավունք ունեցող անձանց 70% իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվեցին ու ասացին 95%-ը։ Ասացի դահլիճում մարդ կա, որ չարչարվելով քննություն է հանձնել ու վարորդական իրավունք ստացել։ Կանայք կային վերջերս են սկսել process-ի մեջ մտնել ու լավ ծանոթ չունեն, ըստ ամենայնի ասացին, որ կտրվել են, չարչարվում են։ Փաշինյանը նշել է, որ դրանից հետո եկել է այն տրամաբանության, որ եթե նույնը կարելի է ասել վարորդի սանտեխնիկի, կառավարչի ուսուցիչների դերձակների մասին, բոլորի մասին կարելի է ասել, իսկ ինչու չի կարելի ասել երկրի կառավարիչների, քաղաքական գործիչների մասին, որովհետև եթե դա է կանոնը, դա կանոն է բոլորի համար։ Եկեք խոստովանենք, որ ամեն տեղ նույն իրավիճակն է, ներառյալ կառավարման համակարգում։ Եթե կարելի է վարորդ լինել ու մեքենա քշել չիմանալ, ինչի չի կարելի լինել կառավարիչ ու չիմանալ կառավարել։ Մենք պետք է սա խոստովանենք, նշել է Փաշինյանը։ Վարչապետը հավելել է 7 տարվա մեջ ով վեր է կենում, առավոտից իրիկու ասում է այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Իսկ գիտեք ինչու է սխալ կադրային քաղաքականություն վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։ Իսկ գիտեք ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավելի տոկոսում մանկապարտեզ չկա, եւ որ դպրոցների 70%-ը եւ ավելին կիսավերված է, ֆիզիկական եւ բովանդակային առումով չի կարող այդտեղ լինել կադրային սով։ Չի չլինել կադրային սով, ասել է Փաշինյանը։ Հետո կշարունակենք նույնը բանակի մասին էլ ասել։ Հիմա տեսեք սրա ամբողջ գիտաֆանտաստիկ աբսուրդը որն է։ Հայաստանում նորմալ կադր չկա։ Ասում է մի մարդ, որը գործնականում անգրագետ է։ Նույնիսկ ինչի որ Բարսագույն չի ավարտել։ Բարսագույն չավարտած մարդ կա բավական գրագետ է։ Բայց խնդիրը ուրիշ է։ Ասում է պրոֆեսիոնալ կադրի սով, այսինքն ինչի՞ պիտի պրոֆեսիոնալ կադրի սով չլինի որ։ Եթե դու SMS գրելով պաշտոնից ազատում ես սահմանադրությամբ ամրագրված կառույցի, սահմանադրական կառույց, որը
կառույցի ֆունկցիան գոյությունը սահմանադրության մեջ է ամրագրված, ոչ թե ինչ որ օրենքով ստեղծված կամ ազգային ժողովի կողմից։ Երբ որ այդ կառույցի անկախ ընտրված մարդուն մրցույթով ընտրված SMS-ով տուն ես ուղարկում, որտեղից պիտի պրոֆեսիոնալ կադր ունենաս։ Իրան հարգող պրոֆեսիոնալ կադրը քո հետ կաշխատի։ Այդ մարդը ի պաշտոն է, ասենք, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, կարող է քրեական հարուցի Նիկոլ Փաշինյանի դեմ, վարչապետի դեմ, ինքը այդքան լիազորություն ունի։ SMS-ով տուն ես ուղարկում Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, հետո ասում ես բաժանորդը ինձանից է պահանջում, բայց ես պետք է ընտրեմ, հետո ասում ես կադր չկա որ ընտրեմ, բա որ կադր չկա որ ընտրես, այնտեղ ինչ ես ընտրվածներին SMS-ով տուն ուղարկում։ Սա ինչ է նշանակում։ Երբ որ դու հրապարակային SMS-ով ուղարկում ես անկախ մարմնի ղեկավարին տուն, ցանկացած հաջորդը, որը տեղ նշանակվում է, նա արդեն գիտի, որ ինքը աշխատում է մինչև SMS գնալը։ Ամեն SMS-ին տեղից ցնցվում է, որովհետև չգիտի դա ով է ուղարկում, որևէ հիմնարկ ինչ որ գովազդային մի հատ բան է ուղարկել, SMS է ուղարկել։ Ամեն հիմնարկի գովազդի վրա ինքը ցնցվում է տեղից, որովհետև իրան կարող է գործից անեն։ Իրան հարգող մարդը կգնա կաշխատի։ Ամբողջ երկիրը գիտի, որ այդպիսի ստորացնելու գնով ես դու մարդուն աշխատանքի նշանակում։ Իրան հարգող պրոֆեսիոնալ մարդան չի պետք է գա աշխատի։ Ու հարցը աշխատավարձը չի։ Այո, աշխատավարձը կարող է ցածր է, բայց եթե մարդը ուզում է հայրենիքին ծառայի, նա աշխատավարձին չի էլ նայում։ Նա ասում է, թե իմ հայրենիքը վտանգված է, կյանքս կդնեմ իմ հայրենիքին օգնելու համար։ Ինչի մասին է խոսքը։ Պետք է լի տուն էլ կծախենք, ավտո էլ այս էլ կանենք, այն էլ կանենք, կգնանք, ամեն ինչ կանենք, որ մեր հայրենիք ունենանք, մեր երեխաները ապագա ունենան մեր երկրում։ Իսկ դա չափվում է ոչ դա աշխատավարձով չի չափվում, որովհետև այլուր Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյան դու ցույց տվեցիր, որ պաշտոն ունենալու համար պետք է ինքնասիրություն չունենալ, արժանապատվություն չունենալ։ Որտեղից էս նորմալ կադր մանգա։ Նույնիսկ այդ պրոֆեսիոնալ կադրը, որը գալիս է աշխատում է, պետք է ուղեղի մի մասը անջատի, որ կարողանա աշխատի։ Այդ մարդիկ կարող է իսկապես գրագետ պրոֆեսիոնալ են, բայց որպեսզի իրանք հանձնարարություններ կատարեն Փաշինյանի, որպեսզի գնան նստեն դահլիճում Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանի գաղափարախոսության դատարկաբանությունը կարդա, իրանք ժամերով սենց ուշադիր նստեն, խելացի հայացք տան, դրա համար պետք է իրանք զրո ինքնասիրություն ունենան։ Այդ ինքը որ տուն է գնում, երեխեն պետք է ասի պապա ջան, գուցե գնայիր վագոն թափեիր։ Ավելի արժանապատվորեն կապրեինք։ Գնա փողոց ավլի, նախարար ինչ ա որ դու աշխատում ես։ Արժանապատիվ փողոց ավլի, պապա ջան։ Կարելի է Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատել, որը SMS-ով տուն է ուղարկում մարդուն։ Կիրակի օրը ասում է, քնից վեր էին կացել, տեսանք էլ բան չկա անելու, ասենք սպասեք մարդկանց ներվերը խառնենք իրար։ Հարցնա չէ այդ մարդիկ լավ կադր են թե չէ։ Ոնց կարա Նիկոլ Փաշինյանի մոտ լավ կադր լինի։ Հո մենք այդ լավ կադրի մասին չենք խոսում։ Մենք ասում ենք իրան հարգող կադրը քո հետ չի աշխատի։ Հերիքա բողոքես թե ինչի լավ կադր չկա։ Այս երկում որ լավ կադր չկա, բա դու ով ես, ինչ գործ ունես։ Այդ բոլորը շարունակությունը մի հատ նայեք, ես էլ լրիվ ուրիշ գիտաֆանտաստիկ բան ասել։ Բանակում միշտ լինում է, բոլորս հարցակվում ենք պաշտպանության նախարարության վրա, հա լավ 1, 2, 3, 4, 10, հետո եւ այլ։ Այդ բոլոր խնդիրները քաղաքացիական կյանքից այդպես կտոր գալիս են։ Միտեղ փազլի կտորները միտեղ հավաքվում են եւ փազլը հավաքում է շատ པարզ տրամաբանությամբ, շատ པարզ պատճառաբանությամբ։ Գնում ենք ասում ենք այս անենք բանակում անելը շատ ուշ է։ Ժողովուրդ ջան, բանակում էլ չենք կարող բան անել։ Պիտի մանկապարտեզում դպրոցում անենք, բուհում պետք է անենք, ասել է Փաշինյանը։ Այսինքն եկել եմ ասեմ, ին վրա հույս չդնեք։ Հիմա մենք ոչ մի բան չենք կարող անենք, կադր չկա, գոյություն չունի, գյուղացիներին գնաց ասեց չեք կարողանում մշակեք հողը, գնաց մեկին ասեց Շիրակի մարզ գնաց ասեց այդտեղ եգիպտացորեն ցանեք, հետո տարեք դույլը դրեք վաճառեք, ձևերներ ցույց տալի ինչ պետք է անեք, հետո գնում եմ ուրիշ տեղ ինչ որ բան բացատրում, բոլորը անգրագետ են, հիմա բոլորին կրթում են, բոլորը անխելք են, անկյալ են, ցանկանում են նույնիսկ հողը մշակում են, ցանում են, գիտեն կարկուտպտի խփի, որ գնան փող ստանան, որտեվ չեն ուզում բերք ստանան, չեն ուզում զբաղվեն այդ բերքը ծախելով, մի խոսքով բոլորին անուն էր դրել, մնացել էին պրոֆեսիոնալ կադրերը, պարզվեց էդ էլ չունենք, ժողովուրդ ջան,
ու պատճառը պետք է հիմա էլ Փաշինյանից բան չպահանջեք, Ժողովուրդ ջան, եթե դուք ավտո չիմանալով ավտո եք քշում, բա ղեկավարման, կառավարման փորձ չունեցող կամ որակներ չունեցող, մենակ փորձը չի, ինքն էլ ունի, ես որ այդ ժամանակ ասում էի 6 տարի չէ, դեռ որ 6 տարի էր վարչապետ, 60 տարի էլ վարչապետ աշխատի, աթոռից իջնի, մեկը ինքը վարչապետ չի դառնա։ Դա Ժողովուրդ ջան, դա որակի խնդիր է, դա կարդալով չի կամ ինչ-որ բան ծանոթանալով կամ ինֆորմացիա ստանալով, դա մարդկային որակի խնդիր է, ինքը այդ որակը չունի, Ժողովուրդ ջան։ Հիմա էլ ասում եմ, Ժողովուրդ, ինձանից բան չուզեք։ Գնացեք մանկապարտեզից որ սկսենք, մանկապարտեզից կսկսենք, կգանք կհասնենք 30 տարի սպասենք, 30 տարի ինչ էլի Նիկոլ Փաշինյանն արդարացում ունի, դուք եք մեղավոր, ինքը մեղավոր չի։ Այո, Ժողովուրդ ջան, բայց մանկապարտեզից որպեսի սկսենք, մանկապարտեզի հետ ով է աշխատում, քու կադրերը չեն աշխատում, որոնք SMS-ից թռչկոտում են վախից, որոնք աշխատում են, որովհետև եթե արժանապատվությունը իրանց թույլ տար, նրանք կգնային չէին աշխատի այդ փողով, կգնային ուրիշ բան կանեին։ Մարդը չի գալի պետական կառույց ոչ թե մենակ նրա համար, որ աշխատավարձը ցածր է։ Մարդը չի գալի պետական որովհետև դու պետական կառույցի քաղծառայողը լինի, պետական ծառայող, հանրային ծառայողը լինի, թե ինչ էլի, թե հայեցողական պաշտոն զբաղեցնողը լինի կամ քաղաքական, այդ մարդը ամբողջ երկիրը գիտի, որ նա համաձայնվել է այդ կարգ, նա ստորացած եկել է, նա մտքի թռիչք չի կարող ունենա, Ժողովուրդ ջան։ Նա ոնց կարա մտքի թռիչք ունենա, եթե հանկարծ ինքը մի բան ասի, Փաշինյանն դուրս չգա, ուղիղ դեմը նստած կարող է SMS-ը ուղարկի, իսկի չասի բաներա, դիմում գրի, ինչի համար, SMS ուղարկի, որ մի հատ թռչկոտ ատեղից վեր թռնի։ Ինքը դա հաճույք է ստանում, Ժողովուրդ ջան։ Ոնց կարող է պատահի նորմալ մտքի թռիչք ունենա մի մարդ, որը իր տեսակետը առաջ տանելու համար, իր կարծիքի համար, իր անկախության համար ինքը պայքարի եւ իր տեսակետը առաջ տանի։ Չվախենա, որ այդ տեսակետը կարող է մեկին էլ դուր չգա, հեչել դուր գա։ Բայց դա է շատ կարևոր, Ժողովուրդ ջան։ Գիտեք, ինչ թանկ արժե անկախ ելնելը, շատ թանկ արժե։ Ով չգիտի, ով չի ուզենա բարեկեցիկ ապրի, ով չի ուզենա բարիկներից օգտվի, աշխարհ մանկապետության հաշվին, բայց ինչի հաշվին, որ վաղը քո երեխան պետություն չունենա։ Քո հայրենիքը չլինի մենակ նրա համար, որ դու այսօր պետության հաշվին ման գաս եւ Նիկոլ Փաշինյանի այդ դատարկաբանությունների դահլիճում գնաս նստես եւ ինքը պատմի, թե ինչ է նշանակում նոր Հայաստան։ Դե ինձ էտա, Ժողովուրդ ջան, էս է մեր վիճակը, դրա համար պետք է ամեն ինչ անենք, առաջիկայում պետք է ամեն ինչ անել, որ այս վիճակը փոխվի։ Էլ ինչ բացատրեմ, մենա իրանցից լավ էլ երևի ոչ մեկը չի բացատրում, թե ինչ խայտարակ վիճակի մեջ ենք։ Դե ինչ, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք ցանկակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքն։ Շնորհակալություն։